Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը զբաղի բուն իմաստով կառուցում է պետություն։ Այսօր հարցազրույց ունեցավ պարոն Փաշինյանը ու մի շատ կարևորագույն հարցերը քննարկեց ու խոսեց։ Ժողովուրդ են, որ պարզից պարզ երևում այս մարդու մոտ ամեն ինչ գծած ու հստակ գնում է։ Նախ եւ առաջ սիրելի հայրենակիցներ ջան, ապա շրջափակումից հետո ամբողջությամբ Հայաստանը իր կողմից կարա ապահովի երասխով, կորնիձորով Ադրբեջանի արևմտյան հատվածների հետ կապը, սա առևտրային ահռելի ժողովրդյան գործընթացներ է գալու հետագայում։ Երկրորդն ու ամենակարևորներից մեկը սահմանադրության վերաբերյալ փոփոխություններ, այո, սիրելի հայրենակիցներ ջան, մեր սահմանադրությունը պետք է փոփոխվի։ Տեսեք, այդ անկախության հռչակագիր ասված ինքը շատ լավ բան է, բայց սիրելի հայրենակիցներ ջան, դա հիմնվել է, այսպես ասած, կոնֆլիկտի վրա։ Անցյալ չենք վերադառնում, չենք քննարկում այդ կոնֆլիկտը եւ այլն եւ այլն։ Հիմա խնդիրը կայանում է նրանում, որ սա Հայաստանի նոր էջն է, սիրելի հայրենակիցներ ջան, ու նոր սահմանադրությունով պետք է լինի այս ամենը։ Միանշանակ սահմանազատումից հետո, ամբողջությամբ ապա շրջափակման գործընթացը ավարտելուց հետո հավաստիացնում եմ ձեզ, սիրելի հայրենակիցներ ջան, Հայաստանի Հանրապետությունը այլևս չի ունենալու որևէ պրոբլեմ։ Թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի մի տեսակներից մեկն էր, լինենք անկեղծ, պարոն Փաշինյանը իրավացի է, 300 դպրոցներ նախագիծը դա էլ է թմրամիջոցների դեմ, այո, սիրելի հայրենակիցներ ջան, եթե ունես հիանալի կահավորում ունեցող դպրոց, եթե ունես լավ վիճակում գտնվող դպրոց, այն որ անկեղծ եմ ասում, յուրաքանչյուր երեխա կուզի գնա։ Բայց երբ որ դպրոցը քանդված է, երբ որ դպրոցը վատ վիճակում է, դպրոցը նորմալ սանհանգույց չունի, նորմալ գրադարան չունի, նորմալ դասասենյակներ չունի, այդ երեխան առանց այն էլ երեխա կա չի սիրում դպրոցը, հա, բայց երբ որ տեսնում է, որ այդ ամեն ինչը կա, իր մոտ հետաքրքրություն է առաջանում սովորելու ցանկություն է առաջանում։ 18 թվականից սկսել է Հայաստանի ծաղկման նոր դարաշրջանը ու չի ավարտվելու այս դարաշրջանը երբեք։ Քանի դեռ հայ ազգը պայքարում է, ոչինչ չի ավարտվելու, սիրելի հայրենակիցներ ջան։ Մենք պետք է շարունակենք վստահ, հստակ հունիսի 7-ին մեր ճիշտ ընտրությունը կատարելով քաղաքացիական պայմանագրին կրկին մանդատ տալով մենք ծաղկացնելու ենք այս երկիրը։ Ու գալու է մի օր, որ Հայաստանի Հանրապետությունը դառնալու է տարածաշրջանի ամենահզոր տնտեսություն ունեցող պետությունը։ Կեցե Հայաստանի Հանրապետությունը, կեցենք մենք, կեցե քաղաքացիական պայմանագիրը եւ Նիկոլ վարչապետ։